Ձեռքսեղմումներից մինչև նոր պայմանավորվածություններ ու ստորագրված հռչակագրեր։ Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր երկրների ղեկավարների հետ առանձին հանդիպումներ է ունենում։ Հայաստանն ու Թուրքիան միասին կվերականգնեն Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական անիի կամուրջը։ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է վերականգնման արձանագրություն։ Մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազի հետ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Անդրադարձանք Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։ Ողջունեցինք անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը։ Թուրքիայի փոխնախագահի հետ հանդիպումից հետո X-ում գրում է Նիկոլ Փաշինյանը. Սա Անկարայի և Երևանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից հետո, որոնք Թուրքիան այդպես էլ չվավերացրեց։ Վարչապետ Փաշինյանը ողջունում է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան, ընդգծելով այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում։ Թուրքիայի փոխնախագահն էլ շնորհակալություն է հայտնում գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար։ Ձեռքսեղմումներից մեկն էլ Խորվաթիայի վարչապետի հետ է։ Համատեղ նաև Հայաստանի և Խորվաթիայի ռազմավարական երկխոսության մասին հռչակագիր են ստորագրում։ Երկու երկրների միջև հարաբերությունները բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա են, և այսօր դա արձանագրվելու է հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմամբ։ Հայաստանի վարչապետի շեշտադրումն է։ Անդրեյ Պլենկովիչն էլ համոզմունք է հայտնում, որ այսօրվա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների առաջմղմանը։ Ջերմ ողջույններով հաջորդ հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ է։ Տարածաշրջանային անվտանգություն, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներ քննարկումների սեղանի առկա օրակարգն է։ Վարչապետ Փաշինյանը կարևորում է գործընկերության շարունակական խորացումը, ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է եղել նաև միջազգային ու տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերին։ Կողմերը վերահաստատում են, որ պատրաստակամ են շարունակել կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը։ Եվս մեկ ձեռքսեղմում ու հռչակագիր Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով։ Պատմական է այցը, նկատել է Հայաստանի վարչապետը։ Սա առհասարակ Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է Հայաստան։ Քիր Սթարմերը ևս շեշտում է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը։ Իսկ երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով կողմերն ընդգծում են օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կարևորությունը։ Մեծ Բրիտանիան վերահաստատում է իր աջակցությունը խաղաղության ինստիտուցիոնալացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Ողջունելով տարածաշրջանային կապակցվածության և կայունության բարելավման նպատակով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ շարունակվող ջանքերը, կողմերը գիտակցում են, որ կայուն խաղաղությունը և կապակցվածությունը կարող են խթանել տարածաշրջանի բարգավաճումն ու անվտանգությունը։ Այդ առումով կողմերը համաձայնել են շարունակել կապակցվածության նախագծերի քննարկումը, ընդգծելով խաղաղության խաչմերուկ և թրիփ նախաձեռնությունները որպես տարածաշրջանային կապակցվածության և տնտեսական համագործակցության ամրապնդման հարթակներ։ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պայմանավորվում են խորացնել ռազմավարական գործընկերությունը 3 հիմնական ուղղություններով՝ անվտանգություն, տնտեսություն և ժողովրդավարություն։ Անվտանգության ոլորտում կողմերը նախատեսում են զարգացնել պաշտպանական համագործակցությունը, սահմանային անվտանգությունը, կիբերդիմակայունությունը և հակազդել խառնածին սպառնալիքներին։ Տնտեսության մեջ շեշտը դրվում է կայուն աճի, ներդրումների, առևտրի և ենթակառուցվածքների զարգացման վրա, իսկ կառավարման ոլորտում ժողովրդավարության, թափանցիկության, հակակոռուպցիոն պայքարի և անկախ մեդիայի աջակցման վրա։ Այս հանդիպումն էլ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ է քննարկման սեղանի երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներից մինչև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում ընթացող գործընթացներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերն են։ Տնտեսություն, էներգետիկա և զբոսաշրջություն երկկողմ գործակցությունը զարգացնելու ոլորտներն են համարում, կարևորում շարունակական երկխոսության պահպանումը միջազգային հարթակներում։ Հաջորդ հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ է։ Փաշինյանն ու Զելենսկին քննարկում են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները, ընդգծում կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։
Հայաստանն ու Կիպրոսը եւս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներ ունեն, կարևոր է ակտիվացնել երկխոսությունը։ Հայաստանի վարչապետը հանդիպում է Կիպրոսի նախագահին։ Քննարկման թեմաներից է նաեւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղված Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ, ինչպես նաեւ TRIP նախագծերի իրականացումը։ Իրինա Մկրտչյան, լուրեր։